Պետական եկամուտների կոմիտեն, տնտեսական լրագրողների ակումբը եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամն այսօր համատեղ կազմակերպել էին ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարման գործընթացը, ներկա փուլում եւ ակնկալվող փոփոխությունները թեմայով պանելային քննարկում։ Նշվեց, որ այս պահի դրությամբ 145,000 մարդ արդեն ներկայացրել է հայտարարագիր։ Մասնակիցները նախ պատասխանեցին հարցին, արդյոք գործընթացը չեն համարում ձախողված։ Ոչ միայն չեմ համարում, որ ձախողվել է այս ռեֆորմի ընթացքը, հակառակը համարում եմ, որ շատ լավ մեկնարկ է տրվել, շատ լավ։ Ես էլ եմ կարծում, որ դա ձախողում չի։ Մեկը պարոն Պողոսյանը նշեց, որ մարդկանց մի ստվար խումբ թողում այդ հայտարարագրերը լրացնելը վերջին օրվան, երկրորդ ցավոք սրտի մենք ունենք մի խումբ մարդիկ էլ, որոնք դեռևս ID քարտերը չունեն ու հերթի մեջ են, այդ խնդիրը պիտի այսպես թե այնպես լուծվի, եւ ունենք երրորդ պատճառը ոչ բավարար իրազեկվածություն էլ կա եւ չորրորդ երևի իմ կարծիքով ամենամեծ պատճառը այդ հակաքարոզն է, պլանավորված արշավը, որը որ այս ամբողջ ընթացքում կատարվում էր։ Բերվեցին օրինակներ զարգացած տարբեր երկրներից, ընդգծելով, որ նման բարեփոխումներն այդ երկրներում տևում են մինչև 8 եւ ավելի տարիներ։ Հայաստանում 3 տարի առաջ մեկնարկած այս գործընթացը դեռ լավարկման փուլում է։ Եթե անձը մտածում է, որ ՊԵԿ-ում իր եկամուտների մասով ամեն ինչ արտացոլված է եւ պետությանը հայտնելու այլ տեղեկություն չունի, ապա իր հայտարարագիրը կլրացվի ինքնաշխատի եղանակով։ Հաջորդ տարիներին համակարգը լինելու է շատ ավելի ինտուիտիվ, շատ ավելի թափանցիկ, ավելի պարզ, նոր ֆունկցիոնալ ենք մտածել տարբեր տեսակի այդ թվում, ընդհանուր մինչև օրինակ գաղափարներ կար, թե մարդը որոշակի համամասնություններով տեսնի, թե իր վճարած հարկերը որ ուղղություններով են ծախսվում բյուջեի տեսանկյունից։ Տարբեր գաղափարներ կան, որ համակարգի բարելավմանը համար մյուս տարի կներդնենք, այդ թվում նաև լիազորների ինստիտուտ ենք ներդնելու, այսինքն որ մարդը կարա լիազորի մեկ այլ մարդու հայտարարագիր ներկայացնել։ Եթե արդեն հայտարարագիրը լրացրել եք եւ ստանում եք գումար նվիրատվության տեսքով, ապա հաջորդ հայտարարագրման ժամանակ կարող եք դա արտացոլել համապատասխան տողում, մեկ բառով։ Մարդ ուղղակի գրի անձնական փոխանցում կամ նվիրատվություն։ Բայց անգամ եթե ոչինչ չի գրվել, Արդարադատության նախարարությունն այս մասով հետեւյալ պարզաբանումն է արել. եթե անձանց միջև եղել է գումարի շարժ, փոխանցում եւ կողմերը որպես նվիրատու եւ նվիրառու են, ապա դա համարում են նվիրատվություն եւ որևէ երրորդ կողմ չի կարող վիճարկել այդ փոխանցման բնույթը։ Այսինքն, եթե մարդը ասում է, ես տվել եմ որպես նվիրատվություն, ստացողն ասում է, ես ստացել եմ որպես նվիրատվություն, հարցը փակվում է։ Եվ հետեւաբար, իոք, խնդրում եմ, էլի, որևէ շարժառիթով, որևէ նպատակով չի արդարացվում մեր քաղաքացիներին այդպես անհանգստության ու, չգիտեմ, ուրիշ բառեր երևի չասեմ, տերորի մեջ պահելը։ Դա անկախ գումարի չափից եւ անկախ փոխանցողներից ու ստացողներից։ Անկախ փոխանցողների ստացողների միջև կապից, անկախ իրենց ազգությունից։ Հիշեցնենք, որ մինչև 300,000 դրամ փոխանցումը պետք չէ հայտարարագրել։ Թեզը, թե այս գործընթացը ուղղված է այսպես ասած խոպանչիների դեմ, Բաբկեն Թունյանը հերքեց, ընդգծելով վերջիններս տարեկան կարող են մինչև 12 միլիոն դրամ փոխանցումներ կատարել։ Չեն հայտարարագրվելու նաև ընտանիքի անդամների կողմից միմյանց փոխանցվող գումարները։ Մենք օրենքը շատ լայն ենք գրել, բայց կառավարությանը ասենք դու կարող ես ասել, որ ինձ օրինակ այս մեկը պետք չի, այս մի տվյալը պետք չի։ Հիմա պայմանավորել ենք, որ կառավարությունը ասի, որ վարկերն ու փոխառությունները հայտարարագրել պետք չի, այդ մասին դեռ որոշում չկա, բայց սա քաղաքական բանավոր հայտարարություն է։ Այս եւ հաջորդ տարվա համար հայտարարագրման ժամանակահատվածը մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ն է։ Սա որոշակի երկար ժամկետ էր մեկնարկային փուլի տեսանկյունից, իսկ ընդհանրապես այս ժամանակահատվածը ամեն տարի լինելու է ստանդարտ՝ մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը։ Տիգրան Հովակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։